Ողջույն սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ խոսել վերջին օրերին ընդդիմադիր շրջանակների կողմից ակտիվ տիրաժավորվող թեմաներից մեկի մասին։ Խոսքը վերաբերում է Հայաստան մուտք-ելքի կնիքների վրայից Արարատ լեռան պատկերը հեռացնելուն։ Կենացնելով հայրենիք փրկող ընդդիմադիր շրջանակները իշխանությանը մեղադրում են Արարատ լեռը մեր պատմությունից, մեր հիշողությունից ջնջելու, հեռացնելու եւ ինչու ոչ նաեւ Արարատ լեռը հանձնելու մեջ, բայց նույն կենացներով հայրենիք փրկող ընդդիմադիր շրջանակները չգիտես ինչու օժտված են հավի հիշողությամբ ու արդեն իսկ հասցրել են մոռանալ, որ իրենց կիսամաշ նախագահների օրոք Արարատ լեռան պատկերը եւս չկար Հայաստան մուտք-ելքի կնիքների վրա։ Արարատ լեռան պատկերը Հայաստան մուտք-ելքի կնիքների վրա չկար Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։ Արարատ լեռան պատկերը չկար Հայաստան մուտք-ելքի կնիքների վրա Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Հետևաբար ինչ է այս ամենը, եթե ոչ էժանագին պաթոս, եթե ոչ էժանագին մանիպուլյացիա, ինչ է այս ամենը, եթե ոչ էժանագին մանիպուլյացիա, մարդկանց առողջ տրամաբանությունը խափանելու միջոց։ Բնականաբար շատերիդ մոտ հարցը ծագի, իսկ ինչին է պետք ընդդիմությանը այս ամենը։ Պատասխանը շատ ավելի պարզ ու հստակ է, քան դուք պատկերացնում եք։ Ընդդիմությանը միշտ ինչ-որ բան է պետք փրկելու։ Պետք է գտնել մի բան փրկելու համար, որպեսզի իմաստավորեն իրենց քաղաքական գոյությունը։ Հակառակ դեպքում իրենց քաղաքական գոյությունը դառնում է անիմաստ։ 100 տարի առաջ Վան էին փրկում, Էրզրում էին փրկում, մի քանի տարի առաջ Ղարաբաղ էին փրկում, մի քանի օր առաջ Ծիծեռնակաբերդ էին փրկում, հիմա էլ Արարատ լեռան պատկերն են փրկում։ Որովհետև ընդդիմադիր շրջանակները շատ լավ հասկանում ու գիտակցում են, որ Հայաստանում հաստատված խաղաղությունը կանգնել է իրենց կոկորդներին ու չեն կարողանալու մարսեն 2026 թվականին սպասվող ազգային ժողովի ընտրություններին, որովհետև իրենց քաղաքական գոյությունը արդեն իսկ դարձել է անիմաստ, հետևաբար անդադ պետք է փնտրել և գտնել ինչ-որ բան, ինչն անհրաժեշտ է փրկել։ Սա է այս ամենի ողջ տրամաբանությունը։